Շարունակում ենք առավոտ լուսոն եւ առաջիկա րոպեներին խոսելու ենք 4090 բարեգործական հիմնադրամի հիմնադրման 5-ամյակի նվիրված միջոցառման մասին, որը տեղի է ունենալու հունվարի 27-ին Dvin Music Hall-ում Հայաստանի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ եւ այս երեկոյի ամբողջ հասույթը ուղղվելու է պատերազմի մասնակից ուսանողների 2025-26 ուսանող տարվա երկրորդ կիսամյակի կրթավճարի տրամադրմանը։ Մեր տաղավարում են արդեն 4090 հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը եւ Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Դավիթ Մելքոնյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ առավոտը մեզ հետ եք սկսում եւ ինչ երեկո է մեզ սպասվում հունվարի 27-ին։ Շնորհակալություն հրավերի համար։ Հունվարի 27-ին մենք ամփոփում ենք մեր 5 տարվա գործունեությունը եւ գեղեցիկ ձևով ենք փորձել դա ներկայացնել։ Միշտ մեր հիմնադրամի ամփոփի տարեվերջյան միջոցառումները, երբ որ արել ենք ամեն տարի դեկտեմբերին, իհարկե մշակութային են եղել համերգի տեսքով, բայց այս անգամ տարբերվում է նրանով, որ մեր նաև շահառուները, պատերազմի մասնակից ուսանողները ունեն հնարավորություն ներկայացնել իրենց պատմությունները, չլսված, չասված, չխոսված այդ պատմությունները, իհարկե դրական լույսի ներքո, բայց պատերազմի վերաբերյալ ճապոնական պեչակուչա ձևաչափով, որը շատ կարճ, արագ 20 վայրկյան, 20 սահիկ տարբերակով ներկայացնում են եւ դա նաեւ հնարավորություն է, որ իրենք կիսվեն այն կուտակվածով, որ այս տարիների ընթացքում ինչ որ ձևով ամփոփել են իրենց մեջ եւ չեն ուզեցել արտահայտվել, բայց հասունացել է նաեւ այդ պահը։ Իսկ համերգային մասը մենք արդեն երկրորդ անգամ անում ենք Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ միասին եւ ուրախ ենք, որ մեզ են միացել նաեւ բոլորիս կողմից սիրված մայստրո Ռոբերտ Ամիրխանյանը եւ տաղանդաշատ երգչուհի Մաշա Մնջոյանը։ Դավիթ, նշանակում է, որ Ամիրխանյանի ստեղծագործություններն են հնչելու։ Այո, ճիշտն ասած, ծրագրի ընտրությունը, քանի որ մենք ջազ նվագախումբ ենք եւ այս թեմատիկայի մեջ ծրագրի ընտրությունը շատ պատասխանատու process էր մեզ համար եւ պետք է այնպիսի մի ծրագիր ձևավորվեր, որ կհամապատասխաներ ընդհանուր թեմատիկային, ինչը որ ջազ նվագախմբի համար մի քիչ արտասովոր թեմատիկա է, բայց շատ գեղեցիկ լուծում ստացվեց, բարեբախտաբար մայստրո Ամիրխանյանը համաձայնեց մասնակցել համերգին եւ գիտենք բոլորս, որ նրա ստեղծագործությունը մաքսիմալ հայկական է, մաքսիմալ թեմատիկ է այս շրջանակներում ու շատ ուրախ ենք, որ այդպես ստացվեց իր ստեղծագործություններով համալրել մեր ծրագիրը, շատ ուրախ ենք, որ Մաշան էլ մեզ կմիանա եւ կկատարի մի քանի ստեղծագործություններ եւ նվագախմբի հետ եւ մայստրոյի հետ դուետ տարբերակով, իսկ ծրագրի մյուս կեսը բաղկացած կլինի հայ կոմպոզիտորների, մեր դասականների Արամ Իլիչ Խաչատուրյանի, Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի ստեղծագործություններից մշակված հատուկ մեր նվագախմբի համար, հենց մեր նվագացանկից մշակված Արմեն Հյուսնունցի, Պավել Կլիմաշևսկու, Վագն Հայրապետյանի ուրեմն կողմից եւ ծրագիրը ստացվում է մաքսիմալ հայկական, մաքսիմալ թեմայի մեջ եւ ցույց է տալու մեր դասական եւ ջազային ուրեմն մշակույթը։ Եվ ժառանգությունը շատ գեղեցիկ համերգ է սպասվում։ Իդեպ մենք երեք Մաշայի էջից Instagram-ի տեղեկացանք, որ իրենք մայստրո Ամիրխանյանի հետ արդեն փորձերը կարծես թե սկսել են եւ փոքրիկ հոլովակ ունենք, որը կարող ենք հիմա միասին դիտել։ Կարծում եմ այս հոլովակից էլ պարզ է դառնում, թե որքան գեղեցիկ երեկո է սպասվում հունվարի 27-ին։ Այո, եւ երեկոյի ամբողջ հասույթը դրվում է բարեգործության, ինչի մասին նաեւ ուզում ենք մեզ պատմեք նաեւ ինչպես դառնալ աջակից, ինչպես է այդ հասույթն ամբողջանում եւ հավաքվում, ինչ է տեղի ունենում երեկոյի ընթացքում այդ առումով։ Այո, երեկոն նաեւ դրամահավաք, այսպես ասած, համերգ է, որովհետև ողջ հասույթը ուղղվելու է պատերազմի մասնակից ուսանողների 25-26 ուսանող տարվա երկրորդ կիսամյակի կրթավճարի տրամադրմանը։ Մենք ունենք 102 շահառու այս պահին,
բոլորը սովորում են Հայաստանի տարբեր բուհերում, ունենք մարզերից, ունենք Երևանից եւ յուրաքանչյուր անձ մասնակցելով համերգին արդեն իսկ ունենալու է իր մասնակցությունը այդ գործին, որովհետեւ ինչպես նշեցինք, ողջ հասույթը համերգի ուղղվելու է կրթավճարի տրամադրման եւ ընդհանրապես հիմնադրամը 21 թվականից ի վեր արդեն տրամադրել է շուրջ 200 շահառուի կրթավճար մենք տրամադրում են կրթավճար միայն պատերազմի մասնակիցներին եւ միայն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար, եթե իրենց առաջադիմությունը միջինից բարձր է եւ նաեւ ապահովում են տարեկան 120 ժամ կամավորություն, դա դառնում է շարունակական, որովհետեւ մեզ համար նաեւ կարեւոր է, որ մենք միշտ ասում ենք դա բարության շղթայի շարունակում, այսինքն մարդիկ աջակցում են իրենց ֆինանսապես, իրենք էլ իրենց այլ ռեսուրսներով, ժամանակով, ֆիզիկական ռեսուրսով, գիտելիքով կիսվում են այլ մարդկանց հետ եւ ունենք շատ հետաքրքիր եւ հաջողված պատմություններ, որ ունեինք երիտասարդներ, երբ որ նոր էին գալիս մեզ շահառու դառնում, դեռ չգիտեին նույնիսկ կամավորությունը ինչ է, բայց հիմա իրենք պատրաստակամ եւ սիրով տարեկան 120 ժամ եւ նույնիսկ ավել կամավորություն են անում։ Հիմնադրամի առաքելությունը չի սահմանափակվում, չէ՞, միայն կրթավճարների տրամադրմամբ։ Իրականում մեր առաքելությունը եւ նպատակը փոխել կյանքի որակ պատերազմի մասնակիցների կրթության միջոցով, բայց մենք կրթությունը ֆինանսավորում ենք իհարկե զուտ բուհական կրթությունը, բայց կրթել լայն իմաստով ենք դիտարկում, այսինքն մենք մեր շահառուների հետ մասնակցում ենք տարբեր մշակութային միջոցառումների, նույն ջազ նվագախումբը ժամանակ առ ժամանակ տրամադրում է հրավիրատոմսեր եւ շատերը մասնակցել են ջազ նվագախմբի համերգներին, առաջինը թեկուզ մեր միջոցով ջազի ունկնդիր են դարձել, ունեցել ենք շատ միջոցառումներ սիմֆոնիկ նվագախմբի հետ, ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, այսինքն համերգների են մասնակցել եւ օրինակ ունեինք երիտասարդ արդեն շրջանավարտ է ինքը Չինար գյուղից էր, երբևէ չէր եղել դասական համերգի, սկսեց մեր համայնքի հետ, այսպես ասած, մենք համայնք ենք անվանում, հաճախել դասական համերգների, հետո շատ սիրեց, մի օր զանգեց, ասեց կարող եմ հաջորդ համերգին իմ ընկերու հետ գալ, ըստ ինքը իհարկե կարող ես եւ ես վստահ եմ, որ ինքը հետո հաջորդիկ նաեւ իր երեխային, որ ամուսնանա պիտի տանի, այսինքն այդ նաեւ փորձում ենք մշակույթ ձևավորել եւ նաեւ այդ միջոցով կյանքի որակ փոխել։ Նաեւ մենթորներ ենք իրենց կցում հայտնի ոչ թե հայտնի, այլ հաջողակ մասնագետներ արհեստավար, որ կիսվեն նաև իրենց փորձով։ Մենթորների ինստիտուտը իսկապես շատ կարևոր է եւ հետաքրքիր է, որ ոլորտի հաջողակ մարդիկ դառնում են, այսպես ասած, առաջնորդներ, մարդիկ, ովքեր աջակցում են ձեր շահառուներին, հետաքրքիր է երաժիշտներ կան տղաների մեջ ու արդյոք միտք եղել է, որ օրինակ Դավիթը դառնա մենթոր։ Երաժիշտ ունենք, երկու երաժիշտ ունենք, ուղղակի ջազով չեն հետաքրքրվում, ավելի ժողովրդական դրա ժամանակներ կգա։ Գուցե համերգից հետո, չէ՞։ Այո, բայց գոնե դարձել են լավ հանդիսատես եւ ունկնդիր։ Տղաներից ճանաչում եք Դավիթ, կա ինչ-որ կապ, թե ոչ։ Անձամբ ծանոթ չեմ, իհարկե, բայց միշտ տեղյակ ենք լինում, երբ իրանք միանում են մեր համերգներին իբրև հանդիսատես, ու շատ ուրախ ենք դրա համար ու համոզված եմ, որ այս կապը ել ավելի կսերտանա եւ կզարգանա նման ուրեմն գեղեցիկ գործունեության արդյունքում։ Դուք սկսել եք 27 շահառուներով, հիմա թիվը 100-ն անց է, հետաքրքիր է ինչ չափորոշիչներով ու ինչ համակարգով եք ընտրում շահառուներին եւ ինչպես եք հենց նրանց ընտրում։ Շնորհակալություն հարցի համար, իսկապես բարդ է ընտրությունը, որովհետև սկզբում 27-ին, որովհետև բոլորը այսինքն 27-ը դիմեցին, 27-ին ընդունեցինք, ամենաառաջի տարին էր 21 թվական, շատ էմոցիոնալ, հետո մենք էլ սկսեցինք ավելի խիստ վերաբերվել, այսինքն չափորոշիչները սահմանեցինք, ընտրությունը ավելի համակարգված դարձրեցինք, մենք տարին մեկ անգամ ենք ընտրություն կատարում,
պարտադիր պայմանը պատերազմի մասնակից լինելն է եւ միջինից բարձր առաջադիմություն ունենալը, այսինքն ոչ թե որ դե ֆինանսավորում են դիպլոմա ստանանք այդ սկզբունքով չի, այլ իսկապես պետք է ջանք գործադրեն, սովորեն եւ արժևորեն կրթությունը։ Սկզբում փաստաթղթային մասն է, այսինքն դիմումներն ենք ընդունում, դիտարկում, հետո հարցազրույցն է, որը հանձնաժողով է ստեղծվում եւ հանձնաժողովի արդյունքում է ընտրվում եւ ինչպես նշեցի, արդեն շարունակականությունը ապահովում են իրենց առաջադիմության հաշվետվությունները, որ մենք ստանում ենք անմիջապես բուհերից եւ նաեւ իրենց կամավորության վկայականները։ Մենք խոսեցինք այն մասին, թե ինչպես դառնալ շահառու, իսկ հետաքրքիր է ինչպես դառնալ աջակից, կան արդյոք աջակցության հատուկ փաթեթներ այս համերգներից եւ նոր միջոցառումներից զատ, որոնց միջոցով մարդիկ կարող են նվիրաբերել հիմնադրամին։ Մենք ունենք դարձիր բարեկամ եւ վճարիչ 4090 սիմվոլիկ մեր թիվը 4090-ը խորհրդանշում է Արագածի բարձրությունը եւ ունենք հենց այդ տարբերակը, որ ամեն ամիս վճարում են 4090 դրամ եւ շարունակականություն ապավելու համար նաեւ ոնց որ դառնում են բարեկամ։ Մեր կայքում կա նվիրաբերության կոճակ 4090 foundation.am կայքում, որ ցանկացած պահի, ցանկացած վայրից կարող են ֆինանսավորել։ Ունենք հենց այս պահին Ռեարմենիա հարթակում արշավ, որտեղ կարող են նվիրաբերություն կատարեն, այնտեղ նշված են մի քանի երիտասարդի կրթավճար, իրենց պատմություններով եւ այլն, եւ մենթոր դառնալը նույնպես ենթադրում է եւ որոշակի ֆինանսական աջակցություն եւ գիտելիքի փորձի կիսում։ Կայքը կարող ենք եւս մեկ անգամ նշել հեռուստադիտողների համար 4090 foundation.am։ Ահա, այս կայքում կարող եք ծանոթանալ բոլոր մանրամասներին եւ ինչու՞ չէ դառնալ մենթոր կամ աջակից ու նվիրատու տղաների համար, որոնք իրենց կրթության հարցն են լուծում։ Իսկ դա շատ կարեւոր է։ Եվ հունվարի 27-ին մասնակցել երեկոյին եւ դրանով եւս դառնալ նվիրատու։ Շնորհակալ ենք շատ, որ առավոտը մեզ հետ սկսեցիք, համերգին հաջողություն ենք մաղթում եւ վստահ ենք, որ այն մարդիկ, ովքեր գալու են, ոչ միայն մասնակիցներ լինելու բարեգործական ասպեկտի, այլև հրաշալի երեկո են վայելելու։ Ձեզ շնորհակալություն։ Դե ինչ, մենք էլ շարունակում ենք երաժշտությամբ։